Ողջույն սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Կենաց հաց հաղորդաշարը։ Առաջին Սաղմոսը իր մեջ պարունակում է գանձեր, որը արժանի է մեր ուշադրության։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում, եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Երանելի բառը Սուրբ գրքի մեջ նաև նշանակում է երջանիկ է։ Ով է երջանիկը։ Երջանիկը մեկն է, ով որ չի գնում այն վայրերը, ուր որ հավաքվում են մեղ գործելու համար, ուր որ հավաքվում են ծաղրելու եւ անելու բաներ, որ Աստծուն հաճելի չի։ Երանելի է այն մարդը, որը այսպիսի հավաքույթների չի մասնակցում։ Իսկ որ մեկն է երանելի Աստծո աչքերով, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Արդարը, որը իրապես երջանիկ է, որովհետեւ արդեն ճանաչում է Աստծուն, նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, նա Աստծո օրենքի, Աստծո խոսքի մասին մտածում է կամ խորհում է ցերեկ եւ գիշեր։ Սուրբ գրքի ճշմարտությունները գրավում են նրա մտքերը, նրա սիրտը եւ լեցուն են նրա հոգին։ Նա մտածում է, այսինքն անընդհատ տեղի տալիս Աստծո խոսքին իր կյանքի մեջ, որովհետև այդ խոսքը կենդանի է եւ ուղղություն է տալիս մեր կյանքի ճանապարհի վրա։ Ինչպիսի համեմատություն է անում Սաղմոս 2-ն այսպիսի մեկին, որը երանելի է, քանի որ Աստծո օրենքի մեջ է, ամեն օր եւ ամեն օր մտածում է, ցերեկ եւ գիշեր մտածում է այդ օրենքի մասին։ Տիրոջ խոսքը համեմատությամբ կասի, նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին եւ նրա տերևը թարամելով չի թափվում եւ ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Արդարը օրհնված է Աստծուց, որովհետև նա համեմատվում է մի ծառի հետ, որ տնկված է ջրերի մոտ, նա անընդհատ սնվում է։ Այո, արդարը անընդհատ սնվում է Աստծուց, նա միշտ թարմ է հոգևոր տեսանկյունով, նա միշտ Աստծո օրենքի մեջ է եւ նա միշտ օրհնված է։ Այսպես չեն ամբարիշտները, այլ նման են հարդի շուղի, որ ցրիվ է տալիս քամին։ Ամբարիշտները, որոնք գնում են այնպիսի վայրեր, որ Աստծուն հաճելի չի, անպայման կպատժվեն Աստծուց։ Նրանք համեմատվում են այս հարդի շուղին, որ ցրիվ է տալիս քամին։ Դաշտի մեջ այդ իրավիճակը, այդ պատկերը շատ լավ տեսանելի է դառնում յուրաքանչյուրի համար։ Եվ այդպիսին է ամբարիշտը, մեղավորը, մեկը, որը չի քայլում Տիրոջ ճանապարհով, այլ ընտրել է իր ճանապարհը, այսինքն մեղավոր ճանապարհը։ Սրա համար ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ եւ ոչ էլ մեղավորները արդարների ժողովում։ Գալիս է դատաստանը։ Օրից օր մոտենում է դատաստանի օրը։ Մարդը ապրելով մեղքի մեջ մտածում է, որ պիտի մնա առանց պատասխանատվության։ Սուրբ Գիրքը մեզ տեղեկացնում է ճիշտ հակառակը։ Ամբարիշտները չեն կարող կանգնել դատաստանի մեջ։ Նրանք չպիտի կարողանան գտնել արդարություն իրենց արարքների համար, իրենց ասացների համար, իրենց կատարած որոշումների համար, որովհետև Տերը ճանաչում է արդարների ճանապարհը, մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի։ Այո, ինչպիսին էլ որ այսօր կա սիրելի հայրենակից, Աստված քեզ ճանաչում է այնպիսին, ինչպիսին որ կաս։ Միգուցե շատ մարդիկ քեզ չեն ճանաչում, բայց Աստված քեզ ճանաչում է անձամբ։ Նա գիտի, սիրելիներ, թե մենք արդարության ճանապարհի վրա ենք, թե մեղավոր ճանապարհի վրա ենք։ Եթե արդարության ճանապարհի վրա ենք, կասի, որ Տերը ճանաչում է արդարին։ Տերը օրհնում է արդարին, վարձահատույց է արդարի համար։ Բայց ամբարիշտներին սպասում է պատիժ։ Մինչդեռ ամբարիշտների ճանապարհը պիտի կորչի, այսինքն կենթանի Աստված
որը արդար դատավոր է, ամբարիշտին պիտի հատուցի իր գործերի համաձայն։ Սուրբ Գիրքը կասի, ինչ որ մարդ ցանում է, այն էլ պիտի հնձի։ Եկեք ցանենք արդարություն, ճանաչելով արդարին մեծատարով, որ Աստված է, մենք էլ իր կողմից արդարանալով արդար կյանք ապրենք, օրհնություն վայելենք Տիրոջից եւ մեր ամբողջ կյանքի մեջ ձգտենք սրբության, որովհետեւ սրբությունը դա Աստծո կոչն է յուրաքանչյուրիս։ Սուրբ եղենք, որովհետեւ ես սուրբ եմ, ասում է Աստված։ Կուզես արդար կոչվես Աստծո առաջ, կուզես մաքրվես եւ սրբվես, Քրիստոսի արյունն է այդ դեղը, այդ ճարը, որը մաքրում է յուրաքանչյուր մեղավորին իր մեղքերից։ Հավատա Հիսուս Քրիստոսին եւ մաքրվիր քո մեղքերից, սկսելով ապրել նոր կյանք, արդար, մաքուր եւ սուրբ կյանք, եւ պիտի վայելես Աստծո օրհնությունները եւ պիտի Աստծուց լսես այն սքանչելի խոսքերը. Իմ բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո Տիրոջ ուրախության մեջ։ Տերը օրհնի ձեզ սիրելիներ, շնորհակալ եմ, որ մինչև հիմա միասին էինք, թող Աստծո լիառատ օրհնությունները գան ամեն մեկի ընտանիքի մեջ, որպեսզի լինենք սուրբ եւ արդար, Աստծո սրտի համապատասխան մարդ, Աստծուն հաճելի ձևով կյանք վարենք եւ իր անունը թող փառավորվի մեր ամեն մեկիս կյանքի մեջ։ Ամեն։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։